անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բազմիցս, ինքը չի ընդունում։ Ոչ մի անգամ Չէ, չի ընդունում։ ինքը չի ընդունում։ Հարյուրավոր նամակների եմ ես պատասխանում շատ։ Դե հարյուրավոր նամակների պատասխանումը մենք հարյուրավոր նամակներ տվել ենք իրան։ Ինչի մի անգամ չի կանչել, ասի համայնքներ են։ Գիտեք ինչն է, այդ ամեն ինչը գալիս է, նայեք, հեսա մի քանի ամսից, երբ որ սկսեն ընտրությունները, ինտենսիվ ժողովուրդը շփվեն։ Ինտենսիվ ամեն ինչը կանեն։ Մենք բազմիցս շատ նամակներ ուղարկել ենք Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում էինք։ Նայում էլ մարդը չէր կարող վերջնական բան տալ։ Ասում ենք, չէ՞ ինքը ասում էր դատերի տեղը, վեճերի տեղը դատարանն է։ Բայց ասում ենք մենք վերադասությամբ էլ ենք կարող բողոքենք։ Մարդու իրավունքների պաշտպանին քանի անգամ գրել ենք, քանի անգամ գրում ենք, հենց հիմա էլ մոտը բան ունենք, նամակներ ունենք, մարդը չի պատասխանում։ Ասում ենք, սա սահմանադրական խախտում է, հենց մտա սահմանադրական դատարան, սա փլուզվելու է ամեն ինչը։ Մենք չենք կարող մի անգամից դիմենք սահմանադրական դատարան, որտեղ ացանները պետքա սպառենք։ Բայց դուք պատկերացնում եք, չէ՞, մենք գերակաշահի հետ գործ ունենք, վտարման գործերը բաները շաբաթական, օրեկանով 3 անգամ նիստ են դնում արագ-արագանում են, գերակաշահի հետ դատը չեն անում։ Տարիներով քանի բնակչի մասին է։ Նայեք, սա էլ բնակչի, սա էլ անձի մասին չի խոսքը։ Սա մի քանի խոշոր համայնքների մասին է, 33-րդ թաղամաս Ֆիրդուսի, Կոնդի, Նորագյուղի, Բյուզանդի, Կորի, հետագա որտեղ գերակաշահ որ ճանաչվեց, մարդիկ այս խնդիրները ունենալու են։ Սա մի անձի կամ 100 անձի խնդիր չի։ Նկատեմ դուք այսօր եկել եք որպես Ֆիրդուսի բնակիչներ։ Դե ես եկել եմ Ֆիրդուսի, մարդկա Բյուզանդիա, մարդկա տարբեր տեղերից է, որտեղ գերակաշահ ճանաչվում է, մարդիկ ընկնում են ստրեսի մեջ, որտեղ հասկանում են, տենց կուլտուրական լեզվով ասած, այնտեղ սկսում է գույքի խլում։ Այնտեղ չեն անում։ Պաշտպանում են 1 կամ 2 կառուցապատողի շահ ու չեք պատկերացնի ուղղակի ինչ ձևի են պաշտպանում, ամբողջ ապարատով անօրինականությունների վրա աշկ են փակում, ուր դե ինչ բան կա, մի հոգի նստած է երևի, ես տենց եմ պատկերացնում, որտեղ գնում ես խնդիր ունես, հերոսով եկալում ասում ես պետք է անես, պրծավ։ Ինչ միտումներ եք դուք տեսնում Ռոբերտ պետության եւ մասնավոր այդ կառուցապատողների միջև։ Դե հիմա էդի անձեն աչքով էլ երևում է, էլի որ շահերի բախում է տեղ գնում, շահեր են։ Շահ։ Էդի է։ Եթե այստեղ էլ հանդիպում Նայեք, պալյուբոմու մենք ի վերջո դատական հայցերով գնալու է սա։ Մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու։ Ուշ թե շուտ, անցնի 5 տարի, անցնի 10 տարի, նայեք, շատ մարդկանց վերջի ունեցվածքն է։ Էդ էլ ուզում են այսպես ասած քյասիբի ձեռի մի կտոր հասնա։ Էդ է խլեն ինչ լինի։ Գիտեք ինչքան մարդիկ են, որ տունը իրանց քանդում են, հրապարակին կապած տունը իրանց քանդում են, իրանք չեն կանում գնան այրացիայում նորմալ տուն առնեն։ Այդ ձևի չին գումարներով անում վտարում են։ Իսկ ռենովացիոն ծրագրում տես չի կարելի անել։ Ես էլի կրկնում եմ, չի կարելի։ Ոնց են անելու։ Լավ, այդ դատական հայցը որ գնաց, քանդելուց հետո այդ դատական հայցը գնաց։ Շարունակվեց 5 տարի հետո վճիռը տվեցին, քեզ $100,000 էին տվել խոսքի օրինակ, 100,000 էլ ավելացնում են։ Բայց այդ կամպանիան որ սնանկ ճանաչվեց, այդ բեռը ով է իր վրա վերցնելու, պետությունը, ինչի համար, քո շահը որն է, որ դու այդ բեռի տակ ես մտնում։ Մենք առաջարկում ենք խումբ կազմեք, բան արեք, մենք բոլորս օգնենք այդ օրենքը նենց շտկեն, որ ում մոտ գերակաշահ որ թաղամասում հայտարարեն, մարդիկ ուրախանան, ասեն մեր վիճակը բարելավվելու է։